Ձեռքը սրտին, երբ եք վերջին անգամ ժպտացել ձեր բանկային հաշվին։ Ես ամեն ինչի համար բավական ունեմ ասելը թեթևացած շունչ չէ, այլ ներքին ազատության անկեղծ հանգիստ ժպիտ։ Դա այն խորը վստահությունն է, երբ դուք ձեզ անվտանգ եւ հանգիստ եք զգում, երբ գիտեք, որ կարող եք հավասարաչափ շնչել, առանց անհանգստության կամ աղմուկի։ Փողը կյանքում ամենակարևորը չէ, մենք բոլորս հասկանում ենք դա, բայց այն խաղաղություն է բերում, ընդլայնում է ընտրության հնարավորությունները եւ հնարավորություն է տալիս որոշումներ կայացնել համոզմունքից, այլ ոչ թե գոյատևման եղանակից։ Երբ դուք ունեք ուժի պաշար, դուք պարտավոր չեք փոխանակել ձեր խիղճն ու արժանապատվությունը կարճաժամկետ շահույթի հետ։ Ձեր շարժումը դառնում է իմաստալից, այլ ոչ թե քաոսային։ Ոմանց համար բարգավաճումը երկար սպասված ճանապարհորդություն է դեպի օվկիանոս, մյուսների համար իրենց երազանքի մեքենան գնելը, իսկ մյուսների համար պարզապես ոտքերի տակ ամուր հողի զգացողություն։ Անկախ առատության ձեր անձնական սահմանումից նպատակը նույնն է՝ անվտանգություն, գործելու ունակություն եւ շնչելու ազատություն։ Ներքին աջակցությունը, որը ամրապնդվում է իրական հնարավորություններով, միշտ հանգեցնում է ավելի իմաստուն որոշումների։ Եվ ահա լավ լուրը, 2026 թվականը բերում է հնարավորությունների յուրահատուկ էներգիա։ Տիեզերական ռիթմերը փոխվում են, բացելով աճի, կայունության եւ նյութական բարեկեցության պատուհաններ։ Կարծես ճակատագրի ատամնանիվները համընկել են եւ ջանքերն այժմ ավելի մեծ արձագանք են տալիս։ Որոշ նշաններ սա հատկապես վառ կզգան, ոչ թե որովհետև նրանք պարզապես բախտավոր են, այլ որովհետև նրանց ծնունդը համընկնում է ֆինանսական ընդլայնման հաճախականության հետ։ Երբ ներքին ռիթմը համընկնում է արտաքին ալիքի հետ, գործողությունները բազմապատկվում են, համընկնումները դառնում են ավելի հաճախակի, եւ ճիշտ մարդիկ ու որոշումները գալիս են ճիշտ ժամանակին։ Սա այն տարին է, երբ ներդրված ջանքերը կարող են ավելի հարակ բազմապատկվել։ Նախկինում փակ դռներ կբացվեն, ձեր ներուժը կնկատեն նրանք, ովքեր պետք է նկատեն։ Եկամտի նոր աղբյուրներ, պաշտոնի բարձրացումներ, համարձակ գաղափարներ, այս ամենը կսկսի ավելի հեշտությամբ հոսել, կարծես անտեսանելի մեխանիզմները յուղված են եւ պատրաստ են աշխատել ձեզ համար։ Բայց աստղերը չեն կատարի աշխատանքը ձեզ համար։ Կարգապահությունը, նվիրվածությունը եւ առողջ որոշումներ կայացումը դեռևս հիմք են։ Պարզապես հակառակ քամի դեպքում անգամ կտրուտ վերելքը զգվում է որպես մեղմ թեկունց, ավելի հեշտ է կրել եւ պատասխանատվություն եւ երազանքներ։ Այսպիսով, ով կհեծնի առատության ալիքը 2026 թվականին, ով կլինի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ֆինանսապես, էներգետիկ եւ կարմիկ պես։ Ուշադիր կարդացեք, ձեր նշանը կարող է դառնալ փողի մագնիս այս ցիկլում։ Արյուծ ֆինանսական փայլ, վստահության, տեսլականի եւ ճշգրիտ ժամանակի միջոցով։ Դուք ծնվել եք փայլելու համար եւ 2026 թվականին տիեզերքը ձեզ կհանձնի թագը։ Ձեր խարիզման եւ առաջնորդական հմտությունները ոչ միայն դռներ կբացեն, այլև կբացեն սեյֆեր։ Ուշադրությունը կդառնա վստահություն, իսկ վստահությունը պայմանագրեր եւ ռեսուրսներ։ Սա ներքին աշխատանքի տրամաբանական արդյունքն է, որը վերջապես կդրսևորվի արտաքին հաջողության մեջ։ Գարնանից սկսած, կայունությունը կմիավորվի ընդլայնման հետ, երկարատև հիմքը կսկսի աջակցել ավելի մեծածավալ նախագծին։ Ամեն ինչ, ինչ դուք կառուցել եք աղյուս առ աղյուս, պատրաստ է նոր քաշ կրելու։ Սա ժամանակն է աճելու, ավելի համարձակ երազելու եւ առաջնորդելու հստակ նպատակով, առանց առողջ բանականությունը կորցնելու ռիսկի։ Փողը չի գտնի իրեն, դուք կստեղծեք այն։ Համարձակ ձեռնարկումները կհասունանան, նախագծերը կմեկնարկեն եւ ձեր կարիերան կբարձրանա ձեր իրական արժեքի մակարդակին։ Աշխարհը պատրաստ է լսել ձեզ եւ դա կզգացվի ձեր գաղափարներին արձագանքելիս։ Ձեր գաղտնիքը ժամանակի զգացողությունն է։ Դուք կունենաք սուր զգացողություն, թե երբ գործել, երբ ներդրումներ կատարել եւ երբ կանգ առնել։ Սա կույր բախտ չէ, այլ իրադարձությունների ռիթմը գտնելը։ Ամառը ոսկե ժամանակաշրջան է, հունիսից օգոստոսը հարմար է պայմանագրերի ստորագրման, մեկնարկների եւ ռազմավարական ներդրումների համար։ Քաջությունը պետք է ձեռք-ձեռքի տված լինի խոհեմության հետ, ընտրեք ոչ թե այն, ինչը փայլում է, այլ այն, ինչը տևում է տարիներ։ Վեկտորը ծափահարությունները չեն, այլ երկարակեցությունը եւ ձեր սեփական ժառանգությունը։ Եթե նախկինում ձեզ աննկատ էիք զգում, լույսերը կվառվեն ամբողջ ուժով։ Ձեզ կհրավիրեն սենյակներ, որտեղ ձեր խոսքը կշիռ ունի։
առաջնորդությունը, խարիզման և ոգեշնչելու ունակությունը կդառնան տարվա արժույթը։ Ձեր ազդեցությունը կաճի և կհետևեն արժանի պարգևներ։ Տարվա խորհուրդ. կառուցեք հիմքեր, այլ ոչ թե զարդարանքներ։ Կայսրությունները չեն աճում մեկ գիշերվա ընթացքում, բայց ձերը նախատեսված է տարիներ շարունակ տևելու համար։ Լրացուցիչ պրակտիկաներում կենտրոնացեք կարգապահության և կառուցվածքի վրա։ Սա հենց այն չոր ուժն է, որը բախտս վերածում է արդյունքների։ Ձկներ. հարստությունը հոսում է, երբ դուք հետևում եք ձեր ներքին ձայնին։ Անցյալ տարի դուք կարող եք կասկածել. ինչ կլինի, եթե սա երազ է, այլ ոչ թե իրականություն։ Հնարավոր է դուք ընտրել եք անվտանգությունը, երբ ձեր հոգին տարածք էր փնտրում։ Դա նորմալ է։ Բայց 2026 թվականին տեսարանը փոխվում է, ջուրը մաքրվում է և հոսանքը սկսում է աշխատել ձեր օգտին։ Սա քաջության ժամանակ է։ Ավելի շատ վստահեք ձեր զգացմունքներին, քան չոր տրամաբանությանը։ Դադարեք կասկածել ձեր սեփական գիտելիքներին։ Ձեզ պետք չէ կատարյալ 5 քայլից բաղկացած պլան։ Ձեր ինտուիցիան լավագույն կողմնացույցն է, և այս տարի դրա ասեղը ցույց է տալիս հենց այնտեղ, որտեղ դուք կարիք ունեք։ Մշուժը ցրվում է, և հնարավորությունները կարծես դրսևորվում են։ Հրավերները, համագործակցությունները և ստեղծագործական առաջարկները գտնում են ձեզ, այլ ոչ թե հակառակը։ Հոսքը ֆանտազիա չէ, դա ձեր բնական լեզուն է, բայց հիմա այն լսվում է աշխարհի կողմից։ Ձեր ռեսուրսներն են զգայունությունը, ստեղծագործականությունը և հուզական ինտելեկտը։ Գումարը գալիս է արվեստի, հոգևոր և բուժիչ պրակտիկաների, մարզչական աշխատանքի և ստեղծագործական ձեռներեցության միջոցով։ Անշարժ գույքի կամ էկոլոգիապես մաքուր նախագծերը կարող են հանկարծակի առաջընթաց գրանցել, հատկապես մարտ ամսվա նորալուսնի շրջանում, երբ նոր մտադրությունները արագորեն արմատ են գցում։ Նաև ուշադրություն դարձրեք լուսնային ցիկլին։ Լուսնային փուլերը կօգնեն ձեզ ընտրել ճիշտ տեմպը և պահը։ Տարվա գլխավոր բացահայտումը ինտուիցիան գաղտնիք չէ, այլ գերուժ։ Դուք կզգաք, թե ում վստահել և որ նախագծերն ընտրել, երբ սպասել և երբ անմիջապես գործել։ Ոչ բոլորին դուր կգան ձեր որոշումները, որոշներին անհրաժեշտ կլինի բանական բացատրություն, բայց դուք ունեք այլ տեսակի պարզություն, գիտելիք, որը գալիս է խորքից, որտեղ ծնվում են մակընթացություններն ու պատասխանները։ Հետևեք այս շշուկին, այն ձեզ կտանի այնտեղ, որտեղ դուք պետք է լինեք։ Տիեզերքը կուղարկի նշաններ, երազներ, համաժամանակ փոփոխություններ և հանկարծակի ահա պահեր, որոնք կլրացնեն հանելուկերը։ Եթե տեսնեք ինչ-որ բան, վստահեք դրան։ Դա պատահականություն չէ, այլ ձեր ուղղության հաստատում։ Տարվա խորհուրդ. կապեք ձեր սիրտը առողջ բանականության։ Թող մասնագետները զբաղվեն պայմանագրերով, իրավական մանրամասներով և մանր տառերով, որպեսզի ձեր երազանքը ստանա ամուր ձև։ Սիրտը ցույց է տալիս ճանապարհը, միտքը այն ապահովում է։ Եվ այո, անգամ ամենահոգևոր հոգին էլ օգուտ քաղում ուշադիր հաշվապահից։ Կշեռք. երբ ներքին ներդաշնակությունը հանդիպում է արտաքին առատությանը, դուք ունեք հավասարակշռության բնածին զգացողություն, երբ խոսել և երբ լսել, երբ գործել և երբ սպասել։ 2026 թվականին սա կլինի ձեր ամենամեծ ֆինանսական առավելությունը։ Ձեր դիվանագիտությունը կբացի դռներ, որոնք ուրիշները նույնիսկ չեն նկատում։ Վեճերը կլուծվեն նրբորեն, և մարդիկ կվերամիավորվեն այնտեղ, որտեղ երեք կանգ են առել։ Աշունը հատկապես բարենպաստ կլինի, գործընկերությունները առատաձեռն պտուղներ կտան։ Կարող է զարգանալ թվացյալ կազմակերպված համագործակցություն, համատեղ նախագիծ, ստեղծագործական միություն կամ պայմանագիր, որը կրկնապատկում է ձեր եկամտի ներուժը։ Պարզ կդառնա, հարստությունն ավելի արագ է հոսում, երբ այն իմաստուն կերպով է կիսվում։ Ձեզ սպասում է ճանաչում ձեր ներկայիս աշխատանքում, ձեր նուրբ գաղափարները կգնահատվեն, և ձեր կայունությունը կնկատվի։ Հնարավոր են առաջխաղացում, ղեկավարի դեր կամ հոբիի դրամայնացում։ Ժամանակները վերջապես ձեր կողմը կլինեն։ Վերջնաժամկետներն ու հանգամանքները կդառնան դաշնակիցներ, այլ ոչ թե խոչընդոտներ։ Ձեր հաջողության ոճը փոխադարձ շահեկան է։ Դուք չեք ճնշում, դուք համոզում եք։ Մարդիկ ձեզ հետ հարմարավետ են զգում, և այս վստահությունը վերածվում է արդյունքների։ Հաճախորդները, գործընկերները և գործընկերները ձգտում են աշխատել ձեզ հետ։ Գեղեցկության ճաշակը, չափի զգացումը և հուզական ինտելեկտը դառնում են արժեքներ։
Տարվա խորհուրդ. հույսը դրեք համագործակցության վրա։ Միայնակ կարող եք շատ բանի հասնել, բայց միասին շատ ավելին։ Ընտրեք դաշնակիցներ հիմնվելով էթիկայի և արժեքների վրա։ Սիներգիան կբազմապատկի ձեր հաջողությունը, և մի ամաչեք արդար փոխհատուցում պահանջելուց։ Բանակցությունները հակամարտության մասին չեն, այլ սեփական արժեքի նկատմամբ հարգանքի։ Այծեղ ջուր, համառություն, որը վերածվում է բարգավաճման։ Ձեր համբերությունը ձեր գաղտնի զենքն է, մինչ մյուսները հետապնդում էին արագ հաղթանակներ, դուք հետևում էիք ձեր սեփական ուղուն, սահուն, կարգապահ և առանց աղմուկի։ 2026 թվականին այս ուղին կտա նյութական պտուղներ, ուժի, վերահսկողության և վերափոխման թեմաները կհայտնվեն առաջին պլանում, իսկ ֆինանսական որոշումները կդառնան ավելի գիտակցված և հեռատես։ Հանգամանքների ինտենսիվությունը ձեր բնական դաշտն է, իսկական հաջողությունը պատահականություն չէ, այլ ստեղծված, ապացուցված և արժանի համակարգ։ Տարվա կեսերից ձեր երկարատև ներդրումները կսկսեն դրսևորվել, հասուն ներդրումները, լավ մտածված կարիերայի ռազմավարությունները և հորիզոնում գտնվող նպատակները հասանելի կլինեն։ Ֆինանսական լանդշաֆտը կկայունանա, իսկ կայունությունը կմեծանա։ Սա հիանալի ժամանակ է ձեր մասնագիտական հասանելիությունը ընդլայնելու համար, բիզնես սկսելու, ձեր կապիտալը գույքի և ներդրումների միջոցով ամրապնդելու և երկարաժամկետ անվտանգություն կառուցելու համար։ Խնայողությունները, ժառանգության հարցերը և ակտիվների կառավարումը իրական ներուժով օրակարգում են։ Ձեր ուժը ռազմավարական մտածողությունն է, ամբողջի տեսլականը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։ Կարգապահությունը վանդակ չէ, այլ ազատության շրջանակ։ Երբ է սա արդյունք տալու հարցին, տարին պատասխանում է՝ հիմա։ Դուք պատահական բերք չեք քաղում, դուք ժառանգություն եք քաղում։ Տարվա խորհուրդ՝ մի թողեք, որ պերֆեկցիոնիզմը դանդաղեցնի ձեզ։ Հիմքն արդեն իսկ կա, վստահեք դրան։ Երբեմն 80% պատրաստվածությունը և 20% քաջությունը կարող են լեռներ տեղաշարժել։ Եվ թույլ տվեք ինքներդ ձեզ ուրախություն, ոչ միայն աճ, այլև ձեր աշխատանքի պտուղների համը։ Երկարաժամկետ հեռանկարում օգտակար է ամրապնդել ձեր ռեժիմը, գործելակերպը և սովորությունները։ Կառուցվածքային աջակցությունը հենց այն է, ինչ սովորեցնում է Սատուրնի խիստ ոգին։ Հոյ, համարձակ ֆինանսական առաջընթացների տարի։ Ոչ ոք այնքան արագ չի շարժվում, որքան դուք։ Դուք չեք սպասում համապատասխան պայմանների։ Դուք դրանք ստեղծում եք։ Դուք գործում եք, մինչ մյուսները տատանվում են։ Դուք կառուցում եք, մինչ մյուսները դեռ պլանավորում են։ Դուք ցատկում եք, մինչ մյուսները դեռ կշռադատում են իրենց տարբերակները։ 2026 թվականին այս քաջությունը կդառնա ձեր ամենամեծ ակտիվը։ Տարվա կարևոր ժամանակահատվածներում էներգիայի աճը կակտիվացնի ռահվիրայական ռեժիմը։ Սա ժամանակն է իմպուլսը փողի վերածելու։ Մինչ մյուսները ուսումնասիրում են աղյուսակներ, դուք արդեն քայլ եք անում և քաղում եք դրա պտուղները։ Գարնանը սպասեք արագ հնարավորությունների, կարճաժամկետ նախագծեր, շահութաբեր կողմնակի աշխատանքներ, կարճաժամկետ ներդրումներ անսպասելիորեն լավ դիվիդենդներով։ Կենտրոնացումը գլխավորն է։ Արագությունը գերուժ է, քանի դեռ այն չի վերածվում անզգուշության։ Ռիսկի դիմեք, բայց հաշվարկված եղեք։ Ձեր կարիերայում օդը լի է հնարավորություններով։ Առաջխաղացում, ոլորտի փոփոխություն, նույնիսկ լիակատար անկախություն։ Նրանք, ովքեր իրենց տնային աշխատանքը կկատարեն ցատկելուց առաջ, կստանան կանաչ լույս։ Հուլիսը կբերի շրջադարձ։ Դարակում դրված գաղափարը կվերադառնա կատարյալ ժամանակին։ Այն կարող է վերածվել բիզնեսի, ստեղծագործական նախագծի կամ երկարաժամկետ եկամտի աղբյուրի։ Ճակատագիրը սիրում է վերադարձնել այն երազանքները, որոնք սպասել են իրենց պահին։ Դուք բնութագրվում եք քաջությամբ և վճռականությամբ։ Դուք քայլ եք անում, երբ ուրիշները տատանվում են, և որոշում կայացնելուց հետո դուք ամբողջությամբ նվիրվում եք դրան։ Սա ձեզ առաջ է մղում։ Բայց հիշեք, ամեն բաց դուռ չէ, որ ոսկու է տանում։ Տարվա մարտահրավերն է համատեղել արագությունը գիտակցության, արագ հաղթանակները ռազմավարության և դիմացկունության հետ։ Տարվա խորհուրդ. պահպանեք ձեր թափը։ Ամեն վարձք չէ, որ հաղթանակ է, երբեմն մարաթոնը հաղթում է։ Խելամտորեն ներդրումներ կատարեք, հատկապես ինքներդ ձեզ մեջ, գիտելիքներ, հմտություններ և առողջություն։ 2026 թվականի լավագույն ներդրումը ձեր սեփական կրակն է և այն կառավարելու ունակությունը։ Հարստությունը գալիս է, երբ դուք պատրաստ եք։ 2026 թվականը ֆինանսական զարթոնքի տարի է, շրջադարձային պահ, երբ պարզությունը փոխարինում է շփոթմունքին, և հնարավորությունները դառնում են տեսանելի նրանց համար, ովքեր պատրաստ են ընդունել դրանք։ Տիեզերքը հստակ է իր ուղերձում, երբ դուք պատրաստ եք, այն ապահովում է, երբ դուք բաց եք, այն բացում է դռներ։ Սա պարզ հաջողություն չէ, սա համաձայնեցվածություն է, քաջություն շարժվելու, երբ պահի զանգը հնչում է։
Աստղերը լուսավորում են ճանապարհը, բայց ձեզանից է կախված, թե արդյոք դուք քայլեք դրանով։ Նրանք ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում հնարավորությունները, բայց դուք եք անում առաջին քայլը։ Նրանք տալիս են էներգիա, եւ դուք այն վերածում եք գործողության։ Անկախ ձեր նշանից, առյուծ, ձկներ, կշեռք, այծեղգյուր, խոյ կամ որևէ այլ, հրավերը նույնն է։ Ընդունեք փոփոխությունները, մնացեք բաց եւ հետաքրքրասեր։ Որքան մոտ եք ձեր իրական արժեքներին, այնքան մեծ է առատության հոսքը։ Հիշեք, փողը նպատակակետ չէ, այլ գործիք։ Այն ազատություն է տալիս եւ ձև է տալիս հնարավորություններին, բայց իրական առատությունը սկսվում է ներսից, ձեր սեփական արժեքի հանդեպ հավատքից եւ գործողություններից, որոնք ընդունում են քաջություն, նույնիսկ անորոշության առջև։ Ապա կյանքը ընդարձակվում է ինչպես ջրի մեջ ալիքները, եւ ձեր բանկային հաշվի մնացորդը պարզապես արտացոլում է ձեր ներքին ուժը։ Եվ գուցե տարեվերջին դուք ինքներդ ձեզ կասեք. 2026 թվականը իմ տարին էր, ոչ միայն այն պատճառով, որ ես ավելին ստացա, այլև որովհետև ես ավելին դարձա, որովհետև ես աճեցի, որովհետև ես վճռական քայլ կատարեցի, որովհետև ես իսկապես հավատում էի ինքս ինձ։ Սա է իրական հարստությունը, ոչ թե չոր թվեր հայտարարության վրա, այլ անսասան վստահություն ձեր սեփական ուժերի նկատմամբ։ Մնացածը կհետևի։